Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Ենթանի ճուրե առողջարար քեզ համար Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Ենթանի ճուրե առողջարար քեզ համար Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Եկու խմե մեղրեն ավելի կաղցրան Հակեցուրան փողջոքիդ Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Քրիստոս է ճաշտի ծաղիկներ ու շուշանը Քրիստոս է սուրբ եւ ընդիր Սարոնի վարդը Քրիստոս է կյանքը սերեր ու միակ սերը Հավիդենական փրկության լոկ աղբյուրը Եկու խմե մեղրեն ավելի կաղցրան Հակեցուրան փողջոքիդ Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Մեղրեն ավելի կաղցրան Հակեցուր օքիդ Քրիստոս է ժայռը քորեփի որ գփխի Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Կենթանի ճուրե առողջարար քեզ համար Տեր Հիսուսի պատվականունով բոլորիդ ողջունում ենք սիրելիներ, Աստված ձեզ մեծապես թող օրհնի։ Այս ժամը թող շնորհանի, որպեսզի իր ճշմարտությունները ձեզ մատակարարենք։ Այսօր կարևոր աստվածային առաքինությունների մասին պիտի խոսենք, առաքինություններ, որոնք երկնքից են գալիս, Տիրոջից են գալիս, հավատքի մասին, սիրո մասին եւ հույսի մասին պիտի խոսենք։ Առաջին Կորինթացիս 13-րդ գլխի 13 համարի մեջ գրված է. Ուստի հիմա կմնա հավատք, հույս, սեր, այս երեքը եւ սրանցից մեծագույնը սերն է։ Այս նյութով այսօրվա մեր հյուրն է Կարո եղբայր Ահարոնյանը, որ Բրազիլիայից մեկ անգամ եւս մեզ հյուր է եկած եւ այդ առիթը գործածեցինք, որպեսզի միասին այս հոգեվոր զրույց ունենանք եւ Տերը տա որ այն շահավետ լինի մեր հերոստատիտողներին։ Խնդրեմ ձեր ողջունները։ Կպարևեմ բոլորնիդ դեր օրտնեցեզի մեծաբես ինձի համար արիթմն է, իսկանչելի արիթմն է, որ հիմա ծերդունի մեջ կմտնենք, կխնդրենք, որ դուք ներեք մեր ովևէ սխալները, որովհետև մենք հատուկ նպատակով ծերդունի մեջ կմտնենք։ Պիտի խոսենք շատ կարևոր երեք սուրբկրային նյութերուն վերաբերյալ։ Խնդրեմ, աղոթքով լսեցեք ընդունելով այս խոսակցությունը, որովհետև մենք արդեն աղոթած ենք, որ մեր սիրելի Տեր Հիսուսը այս խոսակցությունը ինքը կառավարի։
հավատք, հույս, սեր։ Հիմա շատերի համար սա թված, որ գիտենք, մենք հավատք էլ ունենք, սիրում էլ ենք, հույսով էլ ապրում ենք, ինչ կարևոր է, որ այս նյութերի մասին խոսենք։ Սակայն եղբայր եք քննենք ամեն մեկ առանձին։ Շատ լավ։ Ինչ է իրենից ներկայացնում օրինակ հույսը։ Հույսը։ Երկրավոր հույս եւ Աստծո կողմից տրված հույս, խնդրեմ։ Այո։ Հույս բառը պորտուգալերեն, որտեղ են բրազիլեն եկածեմ, հույս բառը նույն արմադեն է սպասել բառեն։ Սպասել կնշանակե espera։ Եվ ալ հույսը esperança։ Այսինքն մեկը մյուսին հետ կապված են։ Հույսը բան է, որ մենք չունենք, բայց կսպասենք, որ պիտի ունենանք։ Նյութ է, անձ է, առողջություն է, փափակ է, որ չունենք։ Եվ ալ մենք կարող չենք ադիգա մեջտեղ բերել, բայց կսպասենք, այսինքն հույս ունենք, որ ադիգա մեր կյանքի մեջ պիտի գարարվի։ Համաշխարհային մասշտաբով տնտեսական, քաղաքական մեծ ճգնաժամ կա։ Ամենուր եք։ Այո։ Միտեղ շատ ավելի զորավոր կերպով է զգալի, միտեղ ավելի նվազ, բայց այդ երևույթը կա։ Եվ մարդիկ հույս ունեն, որ պիտի գա մի օր, որ ամեն բան լավ պիտի լինի։ Եվ շատերը գործածում են այս դարձվածքը ասելով, որ լավ ասենք, որ լավ լինի։ Այո։ Եվ այսօր մարդիկ շատ բաների վրա են հույս դրել։ Եվ փափագում են, որ դրանք իրականություն դառնա։ Օրինակի համար, ոմանց համար իրենց հույսը իրենց դրամն է։ Ոմանց համար իրենց հույսը իրենց մարմնի զորությունն է, առողջությունն է, շատերի համար էլ այս երկրավոր տարբեր բաները։ Ոմանք կարծում են, որ եթե իրենք երկրավոր զորավոր կապեր ունեն, հարազատներ, որոնք պաշտոնավոր են, որոնք կարող են իրենց օգտակար լինել, իրենց ապահով են զգում, այդ հույսով են ապրում։ Հիմա մենք տեսնենք, այդ հույսերը իրապես արդարացվող հույսեր են, թե դրանք ի վերջո ձախորդության պիտի գնան։ Ամեն օր հույս ունենք։ Հույս ունենք, որ այս օրը, որ հիմա կսկսավ, հաջող պիտի։ Հույս ունենք, որ այս տեղը, որ գխմեմ, օգուտ պիտի։ Հույս ունեմ, որ այս անձը, որ պիտի ընտրվի քաղաքապետ, նախագահ, ինչ որ լան է, ինքը պիտի փոխի։ Հույսը փափակի հետ կապված է, միշտ փափակ մգա։ Անշուշտ այս արագը, որը սիր, լավը սենք, որ լավը լա, գերբով մենք ինձ ինքնից կխապենք, որովհետև մենք պետք է լավը ընենք, միայն խոսքով չէ, բայց վարվելագերբով, մանավանդ, երբ մեր կայլերը տեպի աստվածաշունչ պետք է ուղենք, եւ ալանդեղեն հասկանանք ինչ է հոգևոր հույսը, որովհետև հասարակ հույս մգա, եւ ալ քեշ չէ, բայց մեր կյանքը չի փոխել։ Զորօրինակ, երկու օր վերջը օտանավը բիդարնեմ եւ ալ Բրազիլ բիդերտամ։ Ես հույս ունիմ, որ հաջող Բրազիլ բիդերտամ։ Ովևէ մեկը չի գտնար վստահացնել, որ ադանք բիդլա, բայց ես այս հույսը ունիմ։ Հույսը չունենային է, եթե գասկած մոնենային է, օտանավի մեջ չէի մտներ։ Այո։ Բայց հույս ունիմ։ Այս տեսակետով մենք հույս ունենք մոտ բաներու համար, հույս ունենք հեռու բաներու համար։ Մենք շատ ավելի կմտահոգվենք ամիջական նյութերով, քան թե մեր հոգևոր աբակային հետ։ Մեր հոգևոր աբականալ հույսը կբահանջի։ Եվ ալ ադով մենք շատ անգամներ չենք ուզեր սպաղվիլ, չենք ուզեր մտահոգվիլ։ Մենք այսօրը կմտածենք, հիմա կմտածենք, մեր անձը, մեր վիճակը հիմակ։ Բայց աս հիմակը պիտի վերջանա։ Եվ ալ
հավիդենականությունը գա մեր թիմաց, եւ ալադոր մենք չենք մտահոգվիր։ Արդյոք ինչ է քու հույսդ վաղվա համար ոչ, բայց հավիդենական կյանքին համար։ Աշխարհի շատ զորավոր մարդիկ իրենց հույսը, ասենք, դրել է ոմանք իշխանության վրա։ Օրինակի համար Հիտլերը կարծում էր, որ ինքը աշխարհակալ պիտի լինի։ Եվ իր զորության վրա, իր իշխանության վրա էր հույս դրել, բայց տապալվեց։ Տեսանք ինչպիսի ահավոր վախճան ունեցավ։ Աստծո խոսքը հետևյալն է ասում։ Սաղմոս 33:16 ասում է. Թագավորը զորքի շատությունով չազատիր, ոչ ալ զորավոր մարդը ուժի շատությունով կփրկվի։ Որքան էլ մարմիտ ուժը զորավոր լինի, որքան էլ շատ դրամ ունենաս, որքան էլ մեծ իշխանություն ունենաս, դրա վերջավորությունը կա եւ շատ հաճախ անփառունակ ձևով է ավարտվում։ Հիտլերի նման ժամանակին նաեւ եղավ Նապոլեոնը, Ռումինիան մի նախագահ ուներ, անունը Չաուշեսկու էր։ Այո, գիշեմ։ Եվ այս մարդը կարծում էր, որ ինքը տիրակալ է։ Իր երկրի մեջ որչափ անօրենություններ, որ արել էր, կարծում էր այդպես էլ պիտի շարունակվի։ Օրերից մի օր նրան բռնեցին եւ տարան հենց տանկից դուրս հանեցին եւ գնդակարեցին։ Ուր մնաց քու փառքդ, քու զորությունդ, քու իշխանությունդ, որի վրա դու հուսացել ես։ Սրանք մարդիկ էին, որ աշխարհի մասշտաբով անուն ունեին, զորավոր մարդիկ էին, բայց ահավոր վախճան ունեցան։ Եվ նույն ձևով Սաղմոս 20-ն է ասում 7 համարը, ոմանք կառքերի, ոմանք էլ ձերի կապավին են։ Իսկ մենք սիրելներ, ում ենք ապավինում, ինչին ենք ապավինում, ահա հարցը սա է։ Մեր հույսը ինչի վրա ենք դրել։ Այո։ Դարբեր հույսեր կան եղբայրս։ Հույսեր կան մեր ամեն օրվա կյանքին համար։ Եվ ալասիգա օր այս հույսը, այս պապակը, այս նպատակը գհաստատվի չենե անորոշ գլա, դարբերություն չի գա, որովհետև փոքր բաներու վրա հույս ունենք։ Բայց մեր աբական ամենեն կարևոր նյութն է։ Այս քու հիշած սաղմոսները, Աստվածաշունչեն արած համարները գծեցունեն, որ այս կյանքեն դուրս այս մեր դեսած բաներեն զատ Աստված մգա։ Եվ այս է Աստվածը, որ բոլոր աշխարհ գդիրաբիդե։ Գրնալալ, որ մենք չենք հավատար, բայց Աստված մգա։ Աս Աստվածը բոլոր դիեզերքը գարավարե իր խոսքով, իր ձեռագիրով, ինքը բոլոր դիեզերքը գարավարե, թեպետ մենք մարդկությունս չանք կնենք, որ այս իր ըրած իսկանչելի դիեզերքը ավրենք, կանտենք, եւ այս օրվա դակ օրեր արդեն այս բաներեն արդյունքներն են, որովհետև շատ մեր սխալները բնությանին գաստեն գոր, բայց Աստված շարունակ ինքը գոհոքա թե այն աշխարհը, որ ինքը ստեղծեց, բայց մանավանդ ինքը գոհոքա անսերուն հետ, իր ստեղծագործության հետ Աստված գոհոքա։ Եվ Աստված գսպասե, որ մեր հույսը իր վրա հիմնված լա։ Այո։ Ինքը գսպասե, որ մենք իրեն ապավինենք, իրեն պնդրենք, եւ ամեն ուրիշ բաներեն առաջ իր գամքը գիտնանք, իր գամքը պնդրելով հանազանդ լանք, որովհետև ինքն է ճշմարտաբես մեր վերջնական եւ ամենեն հաստատ հույսի միջոցը եւ պատճառը։ Աստված ասում է վայ նրան, վայ այն անձին, որ իր հույսը մարդու վրա է դրած։ Այո, Երեմիա գիրքին մեջ գրված է։ Այո, եթե մարդու վրա հույս դնես, մի օր այդ հույսը պիտի չքանա, որովհետև այդ մարդուն դու տեսար զորավոր, այդ մարդուն տեսար գիտակից, ամենակարող, բայց մարդ է, մահկանացու է, վախճան ունի,
Պիտի ավարտվի այդ ամենը, նրա ունեցած կարողություններն էլ պիտի գնան։ Եթե հույսդ նրա վրա դնես, նշանակում է ջախջախված եղեգի վրա ես դու կրթնել, որ պիտի ընկնես։ Այո։ Սակայն Աստված ուզում է, որ սիրելիներ, մենք մեր հույսը իր վրա դնենք։ Ամենակարող Աստծուն, որ մեզ ստեղծել է, որ ամբողջ տիեզերքն է ստեղծել, որ առանց նրա կամքի ծառից անգամ տերևը չի շարժում կամ չի ընկնում, որ մեր ամեն գլխի մազերի քանակը գիտի, որ մեր սրտերն ու երիկամունքներն է քննում, իր մոտ ծածկված ոչինչ չկա, ինքը ամեն բանից տեղյակ է, իր մոտ հավիտենականություն է, մենք ժամանակի մեջ ենք ապրում, այդպիսի մի Աստված, որ իր խորհուրդները մեր խորհուրդները չեն, այնքան բարձր են իր խորհուրդները մեր խորհուրդներից, որքան երկինքը երկրից։ Բայց Պարկ Աստծո, որ ինքը իր խորհուրդները Սուրբ Գիրքի միջոցով մեզի փոխանցեց։ Ամեն։ Եվ այս կերպով գրնանք հասկանալ, թեպետ մեր միտքը սահմանապակ է, բայց Աստվածաշունչը անկան բարձ է, որ ամեն մեկը, որ առանց սխալ կաղապարներով գմոդենա, Սուրբ Գիրքեն Աստվածաշունչեն գրնա գշտանալ, եւ ալ գրնա ասհույսը իր վրա ունենալ։ Անշուշտ այս համարը, որ գարտացիր, որ հիշեցիր, որ Երեմիա մարգարեության մեջն է, շատ շիդակ համարման է։ Տերը այսպես կսե, անիծյալ է այն մարդը, որ մարդու կապավինի, ու մարմինը իրեն բազուկ կնե, որու սիրտը տիրոջ մենք խոտորի, անիկա անապատի մեջ, Մոշենի պես պիտի լա, ու երբ աղեկություն գա, պիտի չտեսնե, եւ անապատի այրված տեղերը աղի ու անբնակ երկրի մեջ պիտի բնակի։ Օրհնյալ լա այն մարդը, որ տիրոջը կապավինի։ Այո, ես շատ սիրելի եղբայր ունեի, մահացավ արդեն, որ միշտ գսեր եւ գգրգներ, շատ հասարակ գգրգներ, անիծյալ է մարդը, որ ուրիշ մարդուն գվստահի։ Այո։ Շատ անգամներ մենք զայրահեղություններու գերտանք, մենք անցմը գջանչնանք, գրնանք իրեն վստահիլ, եւ ալ իր գյանքը պիտի ցցունե, եթե ինքը ад վստահության արժանի է։ Դարբերություն կա այս տեսակետով անսիմը վստահիլ, եւ ալ անսիմը վրա հույս ունենալ։ Մեր հույսը միայն դիրոջմով է, բայց անշուշտ ինքը գործած է անցեր, որ մեզի առաջնորդեն թե իր խոսքին, թե հոգևոր կյանքի մեջ։ Բայց Դեր Հիսուսը ասավ, Էբրայեցիս գիրքի մեջ գրված է, Հիսուսին այնք հաստատ գերբով։ Մենք կրնանք սահմանապակ գերբով անսերուն վստահիլ, բայց մեր հույսը իրենց վրան չեն կրնար տնել։ Հիմա մեր հույսը միայն Աստծո վրա է, որովհետև ինքն է ստեղծիչը, հավատքին գադարիչը եւ այն հավիտենականությունը մեզի համար պատրաստած է։ Ինքը մեզ գսիրե եւ մեզ գհոգա։ Իրեն պետք է ապավինենք 100%։ Աստված մեր կյանքերի Տերն է։ Ինքն է կյանքը տալիս, ինքը կյանքը վերցնողն է։ Այո։ Ուրեմն, ինչու մարդու հուսանք, այլ ոչ թե Աստծո։ Պետք է որ Աստծո վրա հույս ունենանք։ Եվ այդ Աստվածը, որին հուսանք, նա մեզ ամոթով չի թողնելու։ Մարդիկ կարող են ամոթով թողնել, որովհետև այդ հույսը չի իրականանա մի օր, բայց Աստծո վրա եղած հույսը մշտապես պիտի իրականանա, պիտի այդ հույսը արդարանա, որովհետև խոստում տվողը Աստված է։ Եվ իր խոստումները բոլորովին գադարված են։ Այո։ Շատ անգամներ կան անսեր, որ հավատացյալներուն դարբեր աչքով գտիդեն, ասելով որ դուք հետամանած անսեր եք։ Ինչպես դու գրնաս քիրքիմը հավատալ։ Ինչպես դու գրնաս հավատալ Աստուծոմը, որ դու չես տեսած։ Եվ ալին բացատրությունս շատ բարձ է։ Մենք միամիտ չենք, մենք խենթ չենք, ճիշտ հակառակը։ Մեր վստահությունը մենք դրած ենք
Աստուծոմը, որ իր բոլոր խոստումները կատարած է։ Եթե մենք Սուրբ Գիրքը սերտենք, պիտի տեսնանք, որ այդ հին մարգարեությունները մեկ կատարվեցան։ Եվ այնպիսի կերպով բառը չբացեցավ, ըստորագետը չբացեցավ այդ խոստումներն։ Այս խոստումները գիտնալով մեր հավատքը եւ մեր հույսը օր գավելնա, որովհետեւ Աստված իր ծրագիրները հասցուց եւ իր ծրագիրները Աստված պիտի հասցունի։ Այս հավատքով, այս հույսով մենք Աստծո կմոտենանք, որովհետև ինքը սուդախոս չէ եւ իր բոլոր խոստումները ինքը կատարած է, ամենը կատարած է։ Այո։ Մի շատ կարևոր հույս էլ կա, որ Սուրբ Գիրքը այդպես է մեզ ներկայացնում եւ այն կոչվում է երջանիկ հույս։ Այո։ Տիտոսի 2-րդ գլուխ 13 համարի մեջ մենք կարդում ենք. ու սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնվելուն։ Նա իր անձը մեզ համար տվեց, որպիսի մեզ ամեն անօրենությունից ազատե ու մաքրե, իրեն սեփական ժողովուրդն է բարի գործերի նախանձախնդիր։ Սպասենք երջանիկ հույսին։ Տեր Հիսուսի երկրորդ գալուստը ներկայացված է որպես երջանիկ հույս։ Տերը շուտով պիտի գա։ Տերը շուտով պիտի գա։ Ամեն, Մարանաթա։ Տերը կուքա շուտով։ Այո, շուտով։ Եվ այդ նշանները շատ երևացող են։ Օր կգադարվին գոր։ Այո, մարգարեական խոսքերը կատարված են։ Նշանները, որ Տեր Հիսուս տվեց, այսօր մեր աչքերի առջև իրականություն է։ Ժամանակագրությունը տեղը տեղին է, կատարված է։ Մնում է, որ Տեր Հիսուս հայտնվի։ Եթե Տեր Հիսուս հայտնվի այն ժամանակ, նրանք ովքեր որ Հիսուսեն չեն հուսացել, նրանց վիճակը ինչ պիտի լինի։ Խնդրեմ։ Ես պարկ ուդամ Աստծո, որովհետև իր շնորհքին համեմատ այս խոսքը կդարածվի գոր, եւ ալ շատեր այս խոսքը կընդունին։ Ես պարկ ուդամ Աստծո, որովհետև 10 տարեկան էի, երբ այս խոսքը հասկացա, որ ես մեղավոր մնեմ, պիտի մեռնիմ, դժոխք պիտի երթամ, եւ ալ նույն ադեն սորվեցա, որ իմ Փրկիչս իր որոշած օրին համեմատ ինքը պիտի վերադառնա, եւ ալ իր հավատացողները, որ ողջ լան, իրեն հետ պիտի հափշտակվին եւ ալ երկինքի մեջ ադեմը պիտի ապրին, վերջեն ասաշխարին պիտի կան։ Այս Տեր Հիսուսին երկրորդ կալուստը երջանիկ հույս մնե։ Ամենեն կարևոր եւ ամենեն վստահական հույսն է ասիգա, որովհետեւ Սուրբ Գրային խոստումներուն վրա հիմնված են։ Ասիգա մարդումը երազը չէ։ Ասիգա բարձ խոսակցությունը չէ, բայց Սուրբ խոսքին մեջ, Աստվածաշունչի մեջ շատ համարներ կան, որ մեզ կվստահեցնեն, որ Տեր Հիսուս, որ եկավ, նորեն պիտի գա։ Այո, ինքը իր բերանով խոստացավ։ Այո, եւ ալ մենք պատրաստ պետք է լանք այս օրվան համար, պատրաստ ըլալեն զատ, մենք պետք է սպասենք հիմագվա համար։ Չեն կրնար այս հույսը հետացկել, հիմագ է։ Ադոր համար գսենք Եկուր Տեր Հիսուս, մենք քեզ կսպասենք։ Ամեն։ Այդ վերջնական պատրաստության համար ամենավերջում կխոսենք այդ մասին։ Հիմա անցնենք մյուս այն հիանալի առաքինությանը, որ կոչվում է հավատք։ Խոսենք հավատքի մասին, տանք սահմանումը, ինչ է հավատքը։ Այսօր շատ ժողովրդականություն է վայելում այս բանը։ Հավատք, բոլորն էլ հավատում են։ Ում էլ որ հարցնենք, ասում են, մենք հավատում ենք։ Ում ենք հավատում, ինչին ենք հավատում, ինչի համար ենք հավատում։ Հարցեր են, որոնք պետք է որ քննենք։ Միայն պարզ ասել հավատում եմ, բավարար է, որպեսզի մեկը փրկվի։ Դժբախտաբար շատ անձեր հավատք ունին, բայց սխալ բաներով
վրա հավատք ունին։ Բրգությունեն զատ, մեր արյորյա կյանքի մեջ, շատ անգամներ մեր սկզբունքները և ալ մեր վարբելագերբը սխալ հոգեբանական հիմներու վրա տրված է։ Հավատք ունենք, բայց սխալ հավատք մնե, սխալ պանիմը վրա հաստատված։ Սուրբ կրային հավատքը, այն հավատքն է, որ մենք ասո խոսքին հիմնված ունենք։ Մենք Սուրբ Գիրքը կգարտանք և այս կերպով մեր հավատքը գավելնա, գմեծնա, գաջի, որովհետև մեր դերը հավատքին ասվածն է, ինքը մեզ հավատքը կբարգև է, շիդագ հավատքը, որ վերջնական հավատքը, երբ մենք իրեն կհավատանք, այն դեսագետով, որ մենք մեր կյանքը իր ցերկերուն կհանցնենք։ Այս չի նշանակեր, որ մենք ալ չպիտի աշխատենք, ալ անհոգ պիտի մնանք, ոչ։ Մենք այս աշխարհի մեջ կորձ ունենք, պետք է աշխատենք, օրինակ պետք է լանք, թե մեր ապրուստը հանելու համար պետք է աշխատենք, թե Աստծո խոսքը տարածելու պետք է աշխատենք, բայց մենք հույսը եւ հավատքը ունենք, որ Տեր Հիսուս կվերադառնա գոր, եւ ալ մենք կհավատանք այն բաներուն, որ հոս գրված են։ Եվ ալ գիտես ինչ է տարբերությունը եղբայրս, գրեթե ամեն գրոնք գսեմենք Սուրբ Գիրքը կգործածենք, մենք Սուրբ Գիրքը կվստահենք, բայց 2-3 համարներ գարնեն, եւ ալ իրենց բոլոր վարտաբեդությունը այն փոքր համարներուն վրա գնենք։ Ճշմարիտ հավատացյալը բոլոր Սուրբ Գիրքը կսերդե եւ ալ իր հավատքը հաստատ գլա այն դերը, որ այս խոսքը ներշնչեց Սուրբ Հոգիի միջոցով։ Ես Սուրբ Գիրքը կգարտամ, Սուրբ Հոգին ինձի կհամոզե եւ ալ ես օր ավելի կվստահիմ, ավելի կհանցնիմ այն դիրոջը, որ այս խոսքը մեզ փոխանցեց։ Ամեն բան, որ մենք պետք է գիտնանք, արդեն հոս գրված է։ Նոր հայտնություններու պետքություն չունենք, որովհետև հոս արդեն հայտնված է։ Եվ ալ միայն Աստուծո խոստումներուն մենք գրնանք ճշմարիտ հավատք ունենալ, որովհետև մարտերը, բարակաները գփոխվին, գսխալին, մեզ գհուսադեն, բայց միայն Աստված իր ճշմարիտ խոսքով մեզ գբռնե եւ ալ գվստահացնե։ Կարո եղբայր, ոմանք կան, որ ասում են, Աստծուն ոչ մեկը չի տեսել։ Այո։ Ինչպես եք ասում, որ հավատում եք։ Այո։ Եթե չեք տեսել, ինչպես հավատանք։ Թող գա, տեսնենք եւ հավատանք։ Լավ։ Արդեն Արաքյալ մասանք կործեց։ Թոմաս Արաքյալը ասավ, եթե ես չտեսնեմ, չեմ հավատար։ Բայց Տեր Հիսուս վերջեն ասավ, շատ ավելի օրհնյալ են անոնք, որ չտեսան եւ հավատացին։ Այո։ Ես պարկ կուտամ Աստծո, որովհետև ես այս իմ աչքերովս չեմ տեսած, բայց հոգևոր աչքերովս Տեր Հիսուս տեսած եմ իր խոսքին միջոցով։ Ես անցմը պետք չէ երևակայեմ, ինչպես է, ինչպես չէ։ Սուրբ Գիրքը կբացատրե, որ Տեր Հիսուս մեզի պես մարդ էր։ 100% մարդ, 100% Աստված։ Եվ ալ նույն մեր գերբարանքը ուներ, եւ ալ Աստծո խոսքին մեջ գրված է, որ հոգնեցավ, անոթի եղավ, բարգեցավ, այսինքն այն մեր բոլոր սովորությունները ինքը կատարեց։ Բայց նույն ադեն ինքը իր ասվածությունը զածգեց, որովհետև ինքը այն շրջանին մարդ պիտի ալար։ Անշուշտ, եթե ես ուզեմ երևակայել Տեր Հիսուսը, մարդու գերբարանքով գրնամ երևակայել, բայց ինձ համար ովևէ տարբերություն չուներ, երևակայեմ, չէ երևակայեմ։ Կարևորը այն է, ես կհավատամ։
Գիտեմ, որ Աստծո խոսքը ինձի երբեք չպիտի սխալ կողմը տանի։ Մովսեսը ասավ Աստծո, ես կուզեմ քեզ տեսնել։ Եվ ալ շատ աղբոր պատկեր մը գա, որ Դեր Աստված անցավ եւ Մովսես գրնագեն տեսնավ։ Այս բացատրությունները, որ շատ անգամներ Աստված մարդու գերբարանքով գուզեն բացատրել, մեր հասկանալու համար է։ Աստված հոգի է։ Դեր Հիսուս մարդու գերբարանք ունեցավ այն դարիները, որ հոս ապրեցավ, եւ ալ նույն գերբարանքը կշարունակե, բայց դարբեր մարմինով հիմա փառավորյալ մարմինով, բայց Դեր Աստված մենք չենք տեսած, որովհետև հոգի է։ Եվ ալ տեսնելու պետքություն չունենք։ Ամեն բան, որ պետք է գիտնանք, ամեն բան, որ պետք է հասկանանք, հոս է։ Եթե գրել գարտալ գիտես եղբայրս, գնաս աս խոսքերը լսելով, Աստծո հետ ամիջապես գաբի մտնաս։ Հովանու ավետանի առաջի գլուխ 18 համարի մեջ գրված հետևյալը. Մեկը երբեք Աստծուն տեսած չէ, բայց միացին որդին, որ հոր ծոցն է, նա պատմեց։ Այո։ Հիսուս մարմնացյալ Աստված աշխարհ եկավ։ Պատահական չէ, հենց սկզբից գրում է առաջի գլխի առաջի համարը։ Սկզբից էր բանը, Աստծո իմացականությունը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն բան նրանով եղավ, եւ առանց նրա բանը չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր, եւ կյանքը մարդկանց լույսն էր, եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր, ու խավարը նրան չճանաչեց։ Ուրեմն մեկ Աստուն չի տեսել, բայց Տեր Հիսուս Քրիստոս, որ հայտնվեց, նա պատմեց, ասաց, որ Աստված հայր է, Աստված սիրող հայր է, որ աշխարհի եւ ամբողջ տիեզերքի ստեղծիչն է։ Իր բադմելեն զած, իր ներկայությունը մեզի օրինակ եղավ, որ հայրը հասկանանք։ Այո։ Իր աշակերտները մեկը իրեն ասավ, մեզի հայրը ցուցուր եւ ալ բավարար է։ Եվ ալ Հիսուս իրեն բանասխանեց ասելով. Ինչ տեսար։ Ով որ ինձի կտեսնե, արդեն հայրը տեսած եղած է։ Ադոր համար մեր հավատքը դեսանելու բաներու վրան հիմնված չէ։ Այո։ Հավատքի սահմանումը տրված է Եբրայեցիս 11-րդ գլխի առաջի համարի մեջ։ Ասում է. Արդ հավատքը հուսացված բաների հաստատությունն է կամ ապահովությունն է եւ չերևցած բաների ապացույցը կամ համոզումը։ Այո։ Այսինքն, եթե մեկը տեսնի, պետքություն չունի, որ հավատա, ուրեմն չտեսած բաների հաստատությունն է եւ չերևացած բաների ապացույցը հենց հավատքն է։ Այս տեսակետով հույսը եւ հավատքը շատ գնամանին։ Այո։ Որովհետեւ եթե տեսնամ ինչպես պիտի սպասեմ, ադորամար հույս չեմ ունենար, որովհետև արդեն կտեսնեմ։ Նույն կերպով հավատքը, ես պետք չէ տեսնեմ, բայց անկան վստահություն ունիմ, ադոր որ խոստումները ըրած է, որ ադով կհամոզվիմ։ Ադգեալ ովևէ բանը պետքություն չունիմ, որովհետև աս բաները մեր կյանքի մեջ մենք կրնանք փորձել, կրնանք ջաշակել։ Աստծո հավատարմությունը, Աստծո սերը օր մենք կվայելենք։ Աստված գսե Դեր Հիսուս ասա, որ Աստված իր սրևը կտապե բարիներուն եւ ալ քեշերուն վրան։ Ամեն օր մենք Աստծո օրհնությունները կստանանք որ։ Եվ ալ եթե տունալ Աստծոս չես հավատար, քիցիր որ նույն կերպով Աստված քեզ գսիրե եւ ալ իր բարիկները քու վրատ գուքանգոր եւ ալ տունալ գոկտովիսկոր։ Սաղմոս 53-ի մեջ եւ առաջի համարը, նաեւ Սաղմոս 14 առաջի համարի մեջ խոսք կա բոլոր նրանց, ովքեր որ չեն հավատում Աստծո գոյությանը։ Գրված է. անազգամը իր սրտի մեջ ասավ Աստված չկա։
Մեկը միայն անզգան պիտի լինի, որպեսզի ասի Աստված չկա։ Բայց պորտուգալերեն աս համարը դարբեր է։ Ինչպես է։ Գսե խենտը։ Խենթը։ Խենտը գսե որ Աստված չկա։ Այս Արդեն մեկը աբուշը լալու է, որ ասի որ Աստված չկա։ որովհետև Ռոմայեցիս գիրքի մեջ արդեն գսե որ բնությունը կպաստե Աստվածը լալը։ Այո, եթե Աստված չկա, ուրեմն ինչպես դու մեջտեղ եկար, կապիկից առաջացար, ուրեմն քո նախահայրդ կապիկ էր, իմը վստահ որ մարդ էր։ Քոնը եւս։ Այո, այո։ Ամիոբայից եղավ ամեն բան, եւ այսպես ներդաշնակ ամեն բան եղավ, արու եւ եք եղավ այդ ամիոբան, ի վերջո, որ նրանց միացումից մարդ ծնվեց։ Շատ ավելի դրամապանական է ծննդոց բացադրած գերբը, որ Աստված հողը արավ եւ մարդու գերբարանք ընելով հոգին փչեց եւ մարդ արարած եղավ։ Շատ ավելի թյուրին եւ հասկանալի է այս մասերը, քան թե այս զանազան թեորիաները որ կան, բացադրությունները որ բամը չի բացադրել եւ օր մեզի ավելի սխալի կդանի։ Եղբայր այդ բոլոր բացատրությունները եւ գաղափարները միայն չարի գործն է, սատանայի գործն է, որպեսզի մարդկանց Աստծուց շեղի։ Աստծու գոյությունը եւ նրան հավատալը մեկ բան է, բայց փրկարար հավատք ունենալը մեկ ուրիշ բան է։ Որովհետեւ Հակոբոս առաքյալը գրում է, ասում է, որ դևերն էլ կա հավատան, որ Աստված կա, բայց չեն հնազանդվում։ Ուրեմն ասել, որ միայն հավատում ենք, որ Աստված կա, բավարար չէ։ Պիտի փրկարար հավատք ունենանք, եւ այս հավատքը պիտի հիմնված լինի Տեր Հիսուս Քրիստոսի վրա, որովհետեւ ինքն է որ երկնքից եկավ եւ մեզ ապացուցեց, որ ինքը Աստված է։ Շատ չյուրին է ընդունել, որ Աստված կա։ Եվ ալ շատ անգամներ միայն ասով մենք կկոհանանք։ Այո, ես Աստծո կհավատամ։ Բայց աս հավատքը որևէ դերմը մեզ չի հասցներ։ Այո։ Նորեն վերադառնանք Աստվածաշունչին։ Աստվածաշունչը մեզի համար Աստված խրգեց։ Ինքը ներշնչեց գրեթե 40 անձեր, որ այս գիրքը գրեն, եւ ալ մեկ գիրք է, եւ ալ այս բոլոր գիրքին բանալին, այս բոլոր գիրքին գետրոնական նյութը Տեր Հիսուսն է։ Այո։ Արդեն Էդեմական Բարդեզեն գսկսի երրորդ գլուխին, որ Աստված անասումը մորտեց եւ ալ իր մորտը հանելով Էվային եւ Ադամին ծածկեց։ Արդեն հոն առաջին մարգարեությունն է, որ Տեր Հիսուսի վերաբերյալ է, որ ինքը մեկը մորտը պիտի, կյանքը պիտի գործընծներ, որ ուրիշները ծածկե։ Եվ ալ Տեր Հիսուս այսպես սրած է, եթե գարտանք Մովսեսի օրենքները եւ ալած հրյաներուն օրենքները, որ կարնուգը պետք էր մորտը վեր։ Այդ կարնուգը չեր պրգեր։ Այո։ Բայց այն անձը, որ այդ զոհը գմադուսաներ, պետք էր հավատար, որ Աստված իր մեղքերը կներեր։ Խոստովանություն պիտի աներ որպես մեղավոր։ Եվ ալ գահավատար, որ Աստված կներեր իր մեղքերը։ Որտեւ ի սկզբանե Աստծո օրենք հետևյալն է։ Առանց արուն թափվելու մեղքերի թողություն չկա։ Ճիշտ ադանք է։ Ուրեմն այդ գառնուկի արունը թափվում էր եւ մեկի մեղքը ներվում էր խոստովանությամբ։ Աստված մոդա չի սիրեր։ Նորույթ բաներ չի սիրեր։ Աստված նույնն է։ Սուրբ Գիրքին առաջին էջեն մինչև վերջին էջը։ Եվ ալ ինքը միշտ կնշանակե, որ մեկը պիտի մեռներ, իր այրունը պիտի տապեր, եւ ալ այն այրունը մեղքի բազմությունը պիտի ծածկեր, եթե անձը շիդակ հավատքով մոտենան է, որովհետև դարբերություն կա քիդնալ եւ հավատալ։ Մենք հայերս շատ կհբարդանանք, որովհետև մենք առաջին քրիստոնյա ազգը եղած ենք։
բայց իմ բաբերուս հավատքը, անցյալներուն հավատքը ինձ չի պրգեր։ Այո։ Իրենց գերած գերագուրը ին փորս չի գշտացներ։ Նույն գերբով, որ իրենք հավատացին, ես ալ պետք է հավատամ։ Քիննալեն զատ ես պետք է հավատամ։ Այո։ Եվ Աստված մարդուց սպասում է փրկարար հավատք։ Եվ այդ հավատքը հետևյալն է, որ Աստված հռչակում է, որ մարդը մեղավոր է, փրկչի պետքություն ունի եւ այդ փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Այո։ Հավատալ նշանակում է քայլ անել, նշանակում է ընդունել Տեր Հիսուս Քրիստոսին։ Եփեսացիս 2 գլուխ եւ 8-րդ համարը հիանալի մի համար է, ասում է. շնորհքով փրկված եք, այսինքն ձրիորեն փրկված եք հավատքի միջոցով, եւ սա ոչ թե ձեզանից այլ Աստծո ձրի պարգևն է, գործերից չէ։ Այն ինչ որ բարի բաներ արեց, որ ովևէ մեկը չի բարձրանում։ Միայն Աստծո կողմից տրված շնորհք է դա, պարգև է դա, եւ Աստված հոգացել է փրկության ամբողջ ծրագիրը, ով որ Տեր Հիսուսին ընդունի, նրա մեղքերին թողություն եւ քավություն պիտի լինի Հիսուսի արյան արժանիքով։ Դեր Աստված մարդը ստեղծեց։ Մարդը մեղանչեց եւ այս մեղքը զադողությունը մեջտեղ բերավ եւ մարդը Աստուծո հերացավ։ Մարդը Աստուծո հետ չի մտահոգվիր, բայց Դեր Աստված հայրը գմտահոգվի։ Ադոր համար ինքը պրգության ծրագիրը ստեղծեց, Տեր երկինքը չգար, երկիրեն առաջ, երկինքեն առաջ, ինքը ստեղծեց այդ միջոցը եւ այն միջոցը միայն մեկը պետք է լար, որ 100% Աստված, 100% մարդ, բայց as 100% մարդը առանց մեղքի, առանց մեղքի, որովհետև եթե մեղք ունենարն է, արդեն անգարելի է, որ այս գործը շարունակի։ Ադոր համար Աստված ղրգեց իր որդին, բայց այս համարին սկիզբը անանք սիրելի գերբով գսկսի, որովհետև գսե այնպեսի սիրեց աշխարհը, Աստված սիրեց աշխարհը, որ իր միածին որդին ղրգեց։ Այսինքն, ինչու ղրգեց, որովհետև Աստված սիրեց։ Երբ սիրեց աշխարհ չեղած ադենը։ Այո։ Եվ նաև Եփեսացիս 2 գլուխ 4 համար ասում է հետևյալը. բայց Աստված, որ մեծ է ողորմությունով, իր առած սիրով, որ մեզ սիրեց, երբ հանցանքների մեջ մեռած ենք, մեզ Քրիստոսի հետ կենդանացրեց։ Աշուշտ։ Այսինքն Աստծո սերը բոլոր մարդկության հանդեպ է, բոլոր մարդկությունը մեղավոր է եւ Աստված բոլորին սիրում է։ Եվ սպասում է, որ մարդիկ այդ կոչը, այդ բարի լուրը, այդ ավետիսը, որ տրվում է, ընդունեն։ Ռոմայցիս կսե, որ բարի մարդու համար գտնալալ, որ մեկը ինքզինքը զոհ դրվեր, բայց քեշերուն համար ովևէ մեկը չեր դրվեր։ Երբ Տեր Հիսուս ինքզինքը զոհ հրավ, մենք մեղավոր ենք։ Եվ ալ դժբախտաբար դեր մեղավոր ենք։ Միայն դարբերությունը, որ հիմա շնորհքը կճանչնանք։ Տեր Հիսուսի միջոցով ինքը մեզ պրգեց։ Բայց այն ադենը, որ մենք աշխարհի մեջն ենք, դժբախտաբար Տեր այն հին մարդը ունենալով գարելիություն ունենք մեղ գործելու։ Բայց շատ մեծ դարբերություն մգա։ Մենք հիմա Սուրբ Հոգին ունենք, որ մեզ ինքը կգարավարե, մեզ գուղե եւ իր նպատակը մեզի Սուրբ Տեր Հիսուսին նման դարձնելն է։ Տեր Հիսուսին նկարագիրը մեր մեջ կերտելն է։ Ադոր համար օր մեզ կպատրաստի։ Բայց հոնը հասնելու համար
Դեր Աստված իր որդին ղրգեց։ Որդին հնազանդ եղավ, մինչև մահի հնազանդ եղավ։ Ինքը իր այրունը չի խնայեց, բայց իմ դեղս խաչապայդին վրան տապեց։ Իմ մեղքերուս վճարումը ինքը վճարեց։ Եվ ալասիգա քիդնալով ես առաջ իմ մեղքերես պետք է զղջամ եւ ալ անկան երախտաբարդ պետք է լամ, որը պետք է սեմ ով Տեր Հիսուս ներե մեղքերս եւ ալ ինձի նոր անց մրե, որ քու գամքիդ համեմատ աբրիմ եւ ալ քու խոսքդ դարածեմ։ Հռոմեացի 10-րդ գլխի եւ 9 համարը հետեւյալն է ասում։ Ասում է. Եթե քու բերանովդ Հիսուսը Տեր խոստովանես եւ սրտիդ մեջ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարուցանեց, կփրկվես։ Որովհետեւ սրտով կհավատա մեկը, սրտով կհավատա, մտքի հավատ կա եւ սրտի հավատ կա։ Սրտով կհավատա մեկը արդարնալու համար ու բերանով կխոստովանի փրկվելու համար։ Քանզի գիրքը կասի. ամեն ով որ հավատա պիտի չամաչի, այսինքն պիտի փրկվի։ Ուրեմն եթե մեկը ճշմարտապես անկեղծությամբ Աստծո առջև է գալիս եւ ընդունում է, որ ինքը մեղավոր մեկն է, եւ այդ որպես այդ մեղքի արդյունք շատ մեղքեր էլ գործել է, եւ խոստովանում է, որ Տեր Հիսուս հավատում եմ, որ դու մասնավոր ինձ համար աշխարհի կար, ինձ համար խաչը հանձարար, այդ ամոթալի տեղը, որտեղ մարդասպաններին էին սպանում, Հիսուս ամոթ չհամարեց, մեզ համար խաչը ելավ, իր թանկագին արյունը թափեց, իր կյանքը տվեց, ով որ հավատա այս ճշմարտությանը, պիտի փրկվի եւ Հիսուս Քրիստոսի արյունը նրան բոլոր մեղքերից պիտի ազատի եւ Աստված ասում է քեզ պիտի շնորհեմ Աստծո որդու մեծ կոչում ունենալը եւ հավիտենականության ժառանգորդ։ Եվ մեզ օգնելու համար ադոնք որ այս որոշումը արած են, ադոնք որ անգերց գերբով Տեր Հիսուսի մոդեցած են եւ իր մե բրգություն եւ մեղքերու թողություն խնդրած են, Աստված մեզ մեր սրդերուն գղրգե Սուրբ Հոգին։ Եվ Սուրբ Հոգին է որ մեզ գարաշնորհտե ինչպես մենք պետք է ապրենք անկան քեշ վատ երգիրի աշխարհի մեջ։ Ինքն է մեզ առաջնորդողը։ Աստված սիրեց որդին ղրգեց որ մեզի համար մեռնի եւ մեզ բրգե եւ վերջեն Սուրբ Հոգին գղրգե մեր մարմինին վրա Աստվածաշունչը գսե որ մեր մարմինը Սուրբ Հոգին դաջարն է։ Սուրբ Հոգին որ ինք Աստվածն է մեր մեջը գաբրի եւ մեր քայլերը գուղե որ մինչև հավիտենականություն, բայց օր որ իր խոսքը հասկանանք, իր գամքին համեմատ ապրինք եւ այս կերպով մեր բրգիչը ուրախացնենք եւ ուրիշներուն բրգության միջոցը լանք։ Եվ այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, գրված է ձեզ էլ մի օր հարություն առնել պիտի տա։ Ուրեմն մահը հավատացյալի վրա իշխանություն չունի, միայն մարմնի կորուստն է, բայց հոգին եւ անձը հավիտյան պիտի ապրեն, ահա սա հարցերի հարցն է, որտեղ պիտի անցկացնես քո հավիտենականությունը սիրելիս։ Այսօր եթե դու Տեր Հիսուսին քո փրկիչդ ընդունես, դու էլ այդ խոստումը պիտի ունենաս հավիտենականության մեջ լինելու Հիսուսի հետ։ Բայց եթե մերժես, ցավալի բան է, ծծումբով այրված կրակի լիճը կա, որտեղ պիտի գնան բոլոր նրանք, ովքեր որ Աստծո այս մեծ սերը ոտնակոխ արեցին, մերժեցին եւ Աստծուն ուրիշ մի բան չի մնում, այլ միայն արդարությամբ դատաստան տեսնել։ Ուրեմն, սիրելի եղբայր, մեր հաղորդման վերջավորությանը հասանք, նրանք ովքեր որ այս պահին այդ համոզումը ունեցան, ինչպես աղոթք անեն, խնդրեմ առաջնորդի իրենց։ Ես երկի մասը պիտի գարտամ եւ վերջեն պիտի առաջնորդեմ։ Այս իսկանչելի երկը գսե այսպես. Հիսուս գրնա միայն այրան իր բադվական
փուժել ներել համայլ մեղքերն ատամական եկուր հավատալով եկուր վստահելով գնտունի քեզ այսօր եւ գնե ցանկդ նոր այս խոստումը ճշմարիտ խոստումն է եւ ալ շատ ճիրուն է եթե ասված Սուրբ Հոգին քու սրտիդ մեջ արդեն խոսած է եւ ալ տուն գնտունիս որ տուն մեղավոր ես տուն գնտունիս որ Տեր Հիսուս քեզի համար մեռած է գուկաս հոգի եւ ալ իրեն գահոտես բարձ խոսքերով ասելով Տեր Հիսուս մաքրե իմ սիրտս լվա իմ մեղքերս ինձի նոր անց մրե եւ ալ գուզեմ քու գամքիդ համացայն ապրիլ Տեր Հիսուսյան ունով գխնդրեմ ամեն ամեն սիրելիս եթե անկեղծությամբ քո սիրտը Տիրոջ առջև բացեցիր եւ այս աղոթքը արեցիր հավատա եւ վստահիր ամենակալ եկնավոր մեր Տիրոջը մեր հորը որ ինքը քեզ հավիտենական կյանք պիտի շնորհի Տեր Հիսուսի արյան արժանիքով Տերը թող քեզ մեծապես օրհնի Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ թող լինի ամեն ամեն Բարեզարթեցիր խոսելու ձիրքով, շունչ ներարկելով փայլ տվեցիր ինձ,
մտքով ճոխացրիր, աճեցրիր խելքով եւ իմաստությամբ, հանճարով օշտած զատորոշեցիր շնչավորներից, համադրեցիր բանական ոգով, պչնեցիր գոյով անիշխանական, ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման, եւ խնամեցիր որպես ստեղծող, ինձ ամբարիշտիս, տնկած գավիթիդ մեջ, որոքեցիր քո կենարար ջրով, ավազանների ցողով մաքրեցիր, արմատացրիր վտակով կենաց, կերակրեցիր հացով երկնային, ըմպել տվեցիր արյունը Աստծո, ընտանեցրիր անմերձենալի անհասների հետ, թույլ տվեցիր, որ աչքս երկրային, համարձակորեն նայի դեպի քեզ, պարածածկեցիր քո փառքի լույսով, քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանույթ, քո հորը հզոր, օրհնյալ ահավոր, մարդասիրաբար հայր կնքեցիր եւ անարժան անձիս, ուրեմն լսիր ինձ Աստված, Աստվածդ ամենայն մարմնի հոգու, շնորհ արա մեզ այսօր, օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ, սկսած գործն այս մեր ավարտին բերենք, ու այս բոլորի համար փառք քեզ, բարձրյալ հորդ եւ Սուրբ Հոգու հետ, ամեն։